Սիրելի բարեկամներ, սա մեր առաջին հանդիպումն է նոր 2011 թվականին։ Շնորհավոր ձեր նոր տարին, եղեք առողջ, եղեք երջանիկ եւ լսեք լավ երգեր։ Եթերում երգերքոցն է։ Նոր տարին գեղեցիկ է իր անակնկալներով։ Ահա մի անակնկալ էլ մենք ենք որոշել այսօր մատուցել ձեզ։ Երգերքոցում այսօր բոլորովին նոր ձայներ են, պետք է նշել, որ այս երիտասարդները երգարվեստի բնագավառում պատահական մարդիկ չեն։ Նրանք մասնակցել են տարբեր երիտասարդական հավաքների ու մրցույթների եւ ճանաչվել լավագույնը։ Լսենք նրանց կատարումները ակնկալելով, որ նրանք իրենց ծնողների սիրած երգերը կհնչեցնեն տոնական բարձր տրամադրությամբ։ Խոսք Նանսեն Միքայելյանի, երաժշտությունը Ռոբերտ Ամիրխանյանի։ Նոր տարվա հանդես, խմբեր։ Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, նոր տարվա հանդես, հագուստներ ունենք դիմակներ, պես, դիմակներ, պես, դիմակներ, հյուր կգա շուտով ձմեռ պապին, ներս կգա մեծ վարկը շալակին, ձյուն անուշներ երգը շուրթերին, շուրջը կխմբի շիմանուկներին, իսկ այդ մանուկներ մեր շրջան բացեք, մեր շրջան բացեք, մեր շրջան բացեք, ինչպես զանգակներ ուրախ երգով ու բարով զնգացեք։ Հագուստներ ունենք դիմակներ, պես, դիմակներ, պես, դիմակներ։ Շնորհակալություն եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի նախագահ Կարեն Ավագյան, խնդրեմ։ Շնորհակալություն։ Նախ ողջունում եմ մեր այն երիտասարդներին, որոնք մեզ զարմացրեցին իրականում, որովհետև գրեթե այնպես մատուցեցին մեզ երգը, որով կարող ենք միայն հասկանալ, որ մարդիկ պրոֆեսիոնալ են, բայց բոլորս լավ հասկանում ենք, որ իրենց գործ այսօր սովորելն է, ուսանողներ են եւ ուսանող լինելով կարողանում են նաեւ մեզ այսպես ուրախացնել եւ զարմացնել, որպես երգիչ եւ երգչուհիներ։ Թույլ տվեք կարճ ներկայացնեմ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը այն առումով, որ դա եւս մի ապացույցն է, որ մեր երկրում այսօր երիտասարդություն ուշադրության կենտրոնում է նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական հովանու ներքո, որովհետեւ այս հիմնադրամի ստեղծումը երիտասարդական քաղաքականության դրսևորումներից մեկն է եւ երիտասարդության հետ կապված մեր երկրում շատ բաներ են փոխվել, հատկապես վերջին տարիներին։ Ես ուզում եմ առանձնացնեմ այն հիմնադրամները, որոնք ստեղծվել են, թե երիտասարդական հիմնադրամը, թե լույս հիմնադրամը, որ այսօր հնարավորություն է տալիս մեր լավագույն ուսանողներին, լավագույն երիտասարդներին սովորելու բարձրակարգ բուհերում աշխարհի, երիտասարդ ընտանիքների բնակարանների լուծման հարցը, թե երիտասարդ գիտնականների խրախուսման հարցը, մի խոսքով երիտասարդական քաղաքականությունը իրեն սпасել չի տվել եւ այսօր մենք ունենք դրա արդյունքները։
Շնորհակալություն։ Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի նախագահ Արամ Սուքասյան։ Ուզում եմ բոլորիս նախ շնորհավորել ամանորի կապակցությամբ։ Մաղթենք միմյանց ամենալավն ու բարին, թող գեղեցիկ տարի լինի եւ բարեբեր երիտասարդության համար, մեր երկրի համար, մեր պետության համար։ Ես ուզում եմ, որ ուրախ այս օրերի տրամադրությունը շարունակական լինեն ամբողջ տարվա ընթացքում եւ ուզում եմ ուրախությամբ փաստենք, որ այսօր այս տարեսկզբից հենց նոր անունների տեղ ու հնարավորություն է տրվում մեր քաղաքում, երկրում, իդեմս հանրային հեռուստաընկերության եւ նրանք կապացուցեն իրենց լինելիությունը այլևս արվեստում, մշակութային ասպարեզում եւ մենք կունենանք նոր լիցքեր եւ թարմություն 2011-ի ամբողջ տարում։ Հեռուստահաղորդավար Կարինա Դանիելյան։ Բարի երեկո նախ եւ առաջ, ես նույնպես իհարկե ողջունում եմ բոլորին ամանորի կապակցությամբ, մաղթում եմ միմիայն լավն ու բարին։ Ուզում եմ ես նախ ողջունել երիտասարդներին, շնորհավորել նրանց այսպես առաջին երգի կապակցությամբ, որ այսօր հնչեց եւ ուզում եմ խոսել կոնկրետ երգի մասին։ Երբ Խորեն Լևոնյանը հայտարարեց պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես, կոնկրետ մեր բազմոցի վրա, բոլորը միանգամից երգեցին այդ երգը, անկախ նրանից, որ տարիքային տարբերություն այնուամենայնիվ կա։ Բոլորը միասին ասին պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես։ Եթե մենք գիտենք այդ երգը, ես վստահ եմ այնտեղ նույնպես երգեցին եւ բոլորի մտքով այդ նախադասությունը անցավ։ Ինձ թվում է, որ դրանից ավել ոչինչ պետք չէ ասել, այսինքն երգը եղել է, երգը կա եւ երգը կլինի։ Բում ամսագրի գլխավոր խմբագիր Անի Դաշյան։ Բարի երեկո, շնորհավորում եմ բոլորիս ամանորի եւ Սուրբ Ծնունդը։ Շատ հաճելի է ներկա գտնվել երկերկոցի տաղավարում, մանավանդ այսօր, երբ այստեղ ամանորի շունչն է, շատ բարձր տրամադրություն է, կոնկրետ ինձ համար շատ հետաքրքիր հաղորդում է, որովհետև միշտ հնչում են երգեր, որոնք հաճելի են եւ գիտեն բոլոր սերնդի ներկայացուցիչները, իսկ այս երգի մասին ինչ կասեմ, իհարկե այս երգը նույնիսկ փոքրիկներն է, ճիշտ նշեց Կարինան, փոքրիկներն են գիտեն, մեծերն են գիտեն, շատ ուրախ տրամադրություն հաղորդեցին, ինչպես երգում է, մարդիկ միշտ դիմակներ կրեին ամանորյա եւ առօրյայում չլինեին դիմակավորված մարդիկ։ Շնորհավորում եմ բոլորի ամանոր եւ Սուրբ Ծնունդը եւս մեկ անգամ։ Տեսնես, ձյան փաթիլներն են ավելի սիրուն, թե երկնքում շողացող աստղերը։ Նոր տարվա ձյան փաթիլները նման են աստղերի, որոնք հանդարտ երկնքից իջնում են ցած։ Հեյ աստղեր, աստղեր։ Խոսք Հովհաննես Թումանյանի, երաժշտությունը Առնո Բաբաջանյանի։ Երգում է Նաիրա Մանուչարյան։ Աստղեր, աստղեր, երկնքի աչքեր, որ այդպես վառվար, շպտում եք պայծառ, շպտում էիք դուք, երբ ես դեռ մանուկ, թրվռում էի ու ցավ չունեի Շպտում եք այսօր, երբ լուրու անզոր, կորած հույսերիս, կսկիցն եմ լալիս, շպտում էիք դուք, երբ ես դեռ մանուկ, թրվռում էի ու ցավ չունեի
Հաղորդավար, հեռուստահաղորդավար, երգիչ, պարող, դերասան, գլխարկով մարդ Արսեն Գրիգորյան։ Բարի երեկո, ես նույնպես շնորհավորում եմ բոլորին ամանորի կապակցությամբ, ինչ կերել խմել եք անուշ լինի։ Ինչպես դիմավորեցիք նոր տարին, Հրաշալի կերպով եւ այո, շարունակում ենք դեռ այդ process-ը, գործընթացը։ Ես ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ, ուրախ եմ, որ ի սկզբանե ինձ տեղափոխեցին իրոք դեպի մանկություն, իմ մանկապարտեզի տարիները, մանիկաշա, հնդկաձավար եւ այլն եւ այլն։ Այդ ամեն ինչը այդպես լավ հիշեցի, այդ ժամանակվանից խուճուճներս են միայն մնացել։ Եվ ուզում եմ վերջին կատարման մասին խոսել, որը բավականին հոգով էր մատուցված եւ երգը որոշակի իմաստով, չգիտեմ, դերասանական վարպետությամբ, թե իսկապես կյանքի պրակտիկայով բեմից երևում էր որպես վերապրած ստեղծագործություն։ Շնորհակալություն կատարման համար։ Վաու, ամսագրի գլխավոր խմբագիր Մհեր Բաղդասարյան։ Բարի երեկո, նախ բոլորին ողջունում եմ ու շնորհավորում եմ ամանորի կապակցությամբ ու ուզում եմ անպայման նշել, որ նման լուսավոր երգերի կարիք մենք այսօր շատ ենք զգում ու հեռուստաեթերից միշտ չէ, որ այսպիսի երգեր են հնչում։ Ես կարծում եմ այն նոր կատարողները, որոնք այսօր պետք է ներկայանան, հավակնում են լինել հետագայում ամենահայտնիներից մեկը, որովհետև նրանք դրան արժանի են ու ամեն դեպքում երևում է, թե ինչքան տաղանդավոր են նրանք ու կարծում եմ, որ նրանց ապագան անպայման նույնքան լուսավոր կլինի, որքան որ այսօրվա երգերն են։ Հեռուստահաղորդավար Արտակ Վարդանյան, խնդրեմ։ Բարի երեկո, բարի գալուստ 2011 թվական, ողջունում եմ բոլորին, որովհետև մանավանդ 2011 թվական արդեն դիմավորել նոր երիտասարդական շնչով, այսպես պայծառ դեմքերով, հրաշալի երգերով, կենդանի ձայնով երգերկոցի տաղավարում կարծում հրաշալի է ծափարենք բոլոր երիտասարդներին։ Ամենակարևոր գրավականը նոր տարին սկսելու համար եւ առասարակ լավ տարի ունենալու համար երիտասարդների անմիջական մասնակցությունը իսկապես որ կարևոր է, որովհետեւ նոր գաղափարները, նոր գաղափարախոսությունները անմիջականորեն կապված են երիտասարդների հետ։ Առանց երիտասարդների որևէ մի պետություն եւ որևէ մեկը չի կարող այսպես երկար գոհատևել, այնպես որ լավ երիտասարդներ ունենալը շատ կարևոր է։ Ուրախ ենք, որ ունենք լավ երիտասարդներ։ Ասում են ամեն նոր տարվա հետ ամեն ինչ անցնում է եւ ծերանում, բայց այդպես չէին մտածում բանաստեղծ Լյուդվիգ Դուրյանն ու կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը։ Սերը չի ծերանում, երգում է Էսթեր Խունոյանը։
աստղի շողերից La 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 Անցնում են օրեր և հեռանում La 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 Մեր սերը երբեք չի ծերանում Նայում եմ քո բարի աչքերին Եվ դառնում եմ նորից քո երին Արցունքներս գոհարներ են ու լույսեր Ամեն արցունք սեր է այրող սեր Արցունքներս գոհարներ են ու լույսեր Ամեն արցունք սեր է այրող սեր La 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 Անցնում են օրեր և հեռանում La 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 Մեր սերը երբեք չի ծերանում Մեր սերը երբեք չի ծերանում Մեր սերը երբեք չի ծերանում Կարինա, համեցեք։ Այսօր այս երգերը լսելիս ինձ մոտ այնպեսի տպավորություն է, որ ես դեռ շատ փոքր եմ, չգիտեմ, ես ինձ շատ պաշտպանված եւ տակուկ եմ զգում, այնպեսի տպավորություն է, որ ես այսպես վերմակի մեջ հիմա նստած եմ։ Չեք շոքում։ Չէ, բավականին ինձ լավ եմ զգում։ Առաջինը դա, երկրորդը ինչ վերաբերում է մեր սերը երբեք չի ծերանում։ Ուզում եմ նշել, որ իրոք իսկական սիրուց ոչ միայն սերը չի ծերանում, այլ նաև դու չես ծերանում, այլ երիտասարդանում ես եւ սկսում ես նկատել կողքիդ երիտասարդ տղաներին։ Այո, օրինակ այս երգի ընթացքում ես նկատեցի անկեղծ եմ ասում Արտակի հայացքը դեպի ինձ եւ իմ հայացքը դեպի Արտակը ինքը հենց նկատեց։ Միգուցե Ուզում եմ ես շնորհակալություն հայտնել այս երգի կատարողին, այս երգի հեղինակներին, երգի կատարողի անունը նույնիսկ Արտակ Անգիր գիտի, միգուցե սա նոր սիրո սկիզբ էր։ Շնորհակալ եմ։ Արտակ։ Ողջույն Էսթեր Խնոյանին եւս մեկ անգամ հիանալի երգ մատուցելու համար։ Մեր սերը նոր է սկսվում եւ կարծում եմ, որ չի ծերանալու ընդհանրապես։ Այդ մասից մի քիչ ավելի բարձեցրեք, հա։ Մյուս երգի ընթացքում միգուցե ինչ-որ բան լինի, մյուս երգից հետո խոսենք։ Արամ Սուքյասյան, խնդրեմ։ Խեղճ Արտակ, նախ։ Ես չնայած որ մեր համերգը այսօր խորագիրը մեր ծնողների երգերն են, բայց ես կարծում եմ, որ այս երգերը մերն են եւ հավերժի համար գրված երգեր են։ Նրանք պարզապես մեր ծնողների ժամանակ ստեղծված երգեր են եւ մշտապես ուղեկցելու են բոլոր սերունդերին։ Կան ստեղծագործություններ, երգեր, որոնք անընդհատ մնայուն են եւ անգամ դրանից յուրաքանչյուր սերունդ իր ջերմությունը իրեն գտնում ու տեսնում է այդ երգի մեջ, իր կենսագրությունն է նաև փնտրում եւ տեսնում, սա այդ հրաշալի օրինակներից մեկն է։ Կարեն Ավագյան։ Ինձ թվում է ոչ միայն մեր սերը չի ծերանում, այլ այս երգերը չեն ծերանում եւ չեն ծերանա երբեք, որովհետեւ
Փառք Աստծո մենք ունենք նման երիտասարդներ, որոնք կարողանում են փոխանցողը լինել այն մեր արժեքների, որոնք ստեղծվել են ժամանակին եւ այսօր սերնդեսերունդ տեղափոխվում են հենց տեղափոխվում է հենց երիտասարդների օգնությամբ եւ կգա ժամանակ, որ արդեն մեր երեխաները ինձ թվում է կլսեն այս երգերը եւ մենք եւ կասեն, որ սա մեր ծնողների երգերն են։ Տա Աստված, որ մեր բոլոր երգերը եւ մշակութային արժեքները իրոք սերնդեսերունդ կարողանան այսպես հրաշալի փոխանցվեն։ Սովետական Հայաստանի երիտասարդության խորհրդանիշը կարելի է համարել երիտասարդության պալատը, կամ ինչպես ժողովուրդն էր ասում, կրծած կուկուրուզը, որն իր կերպարով հիշեցնում էր մեր հայրենիքի բարձրացող, բայց դեռևս բզկտված մարմինը։ Այնուամենայնիվ երիտասարդությունը լավ կրթություն էր ստանում եւ ամենայն աջակցություն ստանում ընտանիքի կողմից։ Հայ երիտասարդը տարբերվում էր խորհրդային մյուս հանրապետությունների իր հասակակիցներից, օրինակ արևմտյան մշակույթին իր լավատեղյակությամբ, եւ հակառակը կոմունիստական քաղաքական գրականության անբավարար մակարդակով։ Երևանում սովետական երևույթներ էին հեղինակային երգերը կամ բարդային մշակույթը, ընդհատակյա գրականության ընթերցումները։ 70-ականների երիտասարդությունը բավական ուշ էր աշխատանքի անցնում եւ առանձնապես չէր շտապում ամուսնանալ, ինչը հարուցում էր հարազատների, մանավանդ մայրիկների անվերջանալի տրտունջները։ Իսկ ահա գյուղից քաղաք եկած երիտասարդի գործերն ավելի բարդ էին։ Դժվար էր տեսնել ծնողների անմիջական հոգատարության ներքո շփացող երևանցիների ազատ կենցաղը եւ նրանց հանդեպ չլցվել լուռ ու զսպված խանդով։ Բայց եւ այնպես նրանց միջև գործը լուրջ բախումների չէր հասնում։ Տեղացիներն ու եկվորները գտնում էին ընդհանուր լեզու եւ կազմավորում էին նոր երևանցու նոր կերպարը, հանդուրժող, մեծահոգի եւ անհիշաչար մարդու կերպարը։ Միջին եւ ավագ սերնդի մարդիկ լավ են հիշում նշանավոր վիճաբանությունները, ռազմիրատները, որտեղ գործում էին ասպետականության չգրված օրենքները։ Անկախ Հայաստանում երիտասարդությունն էապես տարբերվեց սովետական Հայաստանի երիտասարդությունից, ակտիվացավ բոլոր ասպարեզներում, բերելով իր հետ նոր մոտեցումներ ու սկզբունքներ։ Մասնակիցը դարձավ երկրում բոլոր գործընթացների եւ ստեղծեց իր գործունեության կառույցներն ու ինքնադրսևորման դաշտը։ Երիտասարդությանը բաժին ընկած ծանր ժամանակներին երիտասարդը նայեց երիտասարդին բնորոշ հավատով, վստահությամբ ու լավատեսությամբ։ Նա իրավացի էր ու իրավացի է։ Նրանք մեր երկրի երազողներն են, տարիք է, կանցնի։ Բայց եւ ինչքան երկար երազեն, այնքան մեր բոլորիս օգուտն է։ Երազանքներն ահագնանում են ամանորին։ Ձմեռ պապիկին նամակներ գրում են էլեկտրոնային փոստով եւ երևի նույն ճանապարհով էլ նվերներ ստանում։ Գուցե բավարարում է։ Շատերը ամանորը նախընտրում են նշել ընկերական միջավայրում, տարաբնույթ փարթիներում։ Գուցե իրավացի են։ Տրամադրություն ստեղծող ու տարածողն են, հաճախ եղանակ փոխող։ Վերջինս խրախուսելի չէ։ Շարունակում են կողմնորոշվել ազգայինի, համամարտկայինի, եվրոպականի, ասիականի, մոդեռնի ու ավանդականի խաչմերուկներում։ Այսօր մեր երկրում ամեն ինչ կա երիտասարդի կրթության, ձևավորման, կայացման, ժամանցի եւ վերջապես ներկայանալիության համար։ Եվ նույնիսկ կան ներկայանալիությանը նպաստող կազմակերպություններ եւ հիմնադրամներ։ Ակտիվությունն ու մասնակցությունը գնահատող, արժևորող եւ զարգացնող Հայաստանի երիտասարդական հիմնադրամը շարունակում է մնալ լավ օրինակ իր բազմապիսի երիտասարդական ակցիաներով եւ ծրագրերով, ի նպաստ սերնդի կայացման։ Նոր տարին երիտասարդության համար լինի թող բարեբեր։ 2011-ը դառնա բոլոր հայանպաստ ծրագրերի իրականացման տարի եւ սիրով ձևավորվեն ու զարգանան ու աճեն հայ ընտանիքները։ Դրսում արդեն ձմեռ է, բայց մեր սրտերում ամառ, որովհետև ձմեռը նոր տարի է, բայց ձմռանն է գիշերները սիրո գիշերներ։ Խոսք Լյուդվիգ Դուրյանի, երաժշտությունը Խաչատուր Ավետիսյանի։ Սիրո գիշեր, երգում է Լայանա։
Էմին Թորոսյան, խնդրեմ։ Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել նաեւ մեր երաժիշտներին, բենդին, որովհետեւ հիանալի կատարում, հիանալի նոր մատուցումով Կարծում եմ եւ երգը եւ կատարումը ընդհանրապես այնքան հոգեհարազատ են բոլորիս, որ յուրաքանչյուր ձևի մատուցման մեջ հարազատ են մեզ, բայց տվյալ դեպքում այս մատուցման ձևով նորովի, որը նաեւ փոքր-ինչ երիտասարդների, այսպես ասած, սրտով է շատ հաճելի ու շատ մնայուն տեղ է ունենալու մեզանում։ Ինչևէ, շնորհավորում եմ Լիանային հետաքրքիր կատարման, հետաքրքիր մատուցման համար։ Շնորհակալություն։ Ամեն դեպքում խեղճ արտակ։ Ես ավելին կասեմ, նրանք շատ թեժ խոսում էին հենց նոր Մհերի հետ այս անգամ։ Խնդրեմ Մհեր։ Ներողություն եմ խնդրում այս պահին մի փոքր Կարինա, լավ, Կարինա։ Ես ուզում եմ ասել ոչ Մհերին, ոչ Արտակին խղճալ այս պահին պետք չէ, ամեն դեպքում նրանք այս պահին աղջիկներով են շրջապատված։ Գուցե նրանք ուզում են տեղերով փոխվեն։ Աստված էլ բետարից ազատի։ Լավ, վերադառնանք մեր այսօրվա թեմային։ Ես կարծում եմ, որ կան երգեր, որոնք որ կապ չունեն ժամանակաշրջանի, սերունդների, մտածելակերպի, աշխարհընկալման եւ այլ որևէ պատնեշների հետ, կան երգեր, որոնք բոլորի մասին են ու բոլորի համար են։ Հենց այս երգը դրանցից մեկն է։ Ես կարծում եմ, որ երգը նույնքան հոգեհարազատ է եւ դեռահասինով առաջին անգամ կարող է սիրահարվել եւ երջանկությամբ ապրող տատիկին, ով ամբողջ կյանքը սիրել է։ Այս երգը առաջացնում այն հուզականությունը, այս զգացմունքները, որոնք որ բնորոշ են բոլոր սերունդներին ու բոլոր ժամանակներին։ Անի Դաշյան։ Շատ եմ սիրում այս երգը, հատկապես Էռնա Յուզբաշյանի կատարմամբ։ Բայց Լայանան էլ յուրովի մատուցեց եւ շատ հաճելի էր ունկնդրելը։ Ծափահարենք նրան։ Խոսք Վահան Անդրեասյանի, երաժշտությունը Արթուր Գրիգորյանի։ Դրսում ձմեռը կատարում է Արտակ Վարսեղյանը։ Դրսում ձմեռը բաճակ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, սպասում են մեզ այս աշխարհում բոլորը, այսօր ինչ օր է ասա, ինչու է որ իմ սրտում կա հիմա երկու բան, վաղուց կորած մի աշխարհ հեռավոր մանկության լույս աշխարհ, գուցե կորչում է մի օր մանկությունը եւ մի օր ետ է գալիս, թե նոր տարի է այդ օրվա անունը, նա լույսերով է գալիս, գալիս է նա ու թակում բոլորիս դուրը փակ, գալիս է նա որ նորից հավատանք ու սիրենք ու խնդանք, դու նոր տարի, մեզ նոր տարի մանկացրու փոխի, մեր նոր տարի գալը բարի, մեզ նոր տարի մոր նման ամոքի, դու նոր տարի, մեզ նոր տարի փայփայիր քո սիրով, դու նոր տարի գալը բարի, մեզ նոր տարի փարատիր հույզերով։ Ձմեռը բաճակ լուսավոր է, այսօր ինչ օր է ասա, սպասում են մեզ այս աշխարհում բոլորը, այսօր ինչ օր է ասա, ինչու է որ իմ սրտում կա հիմա երկու բան, վաղուց կորած մի աշխարհ հեռավոր մանկության լույս աշխարհ,
Արտակ Բարսեղյան եւ Լայանա։ Եվ խնդրեմ Արսեն Գրիգորյան։ Ինձ համար Արթուր Գրիգորյանի հեղինակած բոլոր ստեղծագործությունները, որոնք ամանորի թեմաներով են, յուրաքանչյուրը մեկը մեկից էլ ավելի եմ սիրում, որովհետև դրանք կոնկրետ ինձ համար կապված են իմ մանկության հետ, իմ նոր տարիների հետ, երբ նոր տարին իսկապես նոր տարի էր ինձ համար, իր բոլոր սպասումներով, հույզերով, ու ես շատ եմ սիրում բոլոր այդ երգերը ու նաև իհարկե խոսքերն եմ շատ կարևորում, Վահան Անդրեասյանի խոսքերը, որոնք բոլոր ստեղծագործություններում իրենց մեջ լույս են պարգևում։ Այսօր լույս կար այս ամեն ինչի մեջ ու թող լուսավոր լինի այս տարին իրոք։ Շնորհակալություն։ Իսկապես Արթուր Գրիգորյանը այն բացառիկ կոմպոզիտորներից է, ով շատ հաճախ է անդրադարձել Ամանորի երգերին։ Ես ուզում եմ այդ առիթով շնորհակալություն հայտնենք մենք բոլորս։ Եվ կուզեի, որ այս գեղեցիկ օրինակը շարունակական լինի նաև մյուս ստեղծագործողների համար։ Այս օրերը, այս որ մի քիչ գինովցած են արվեստագետները եւ բոլորը, կուզեմ, որ այդ մթնոլորտում, աուրայում բոլորը փորձեն եւս մեկ ստեղծագործություն նվիրելու նոր տարվա։ Եվ եթե դրանցից ստացվի հանկարծ 10 հատ լավ երգ, մենք հաջորդ տարի Ամանորին կունենանք նոր 10 գեղեցիկ ստեղծագործություն։ Արտակ, խնդրեմ։ Jingle Bells այդպիսի երգերի շարք կա Ամանորյա։ Ես կարծում եմ, որ հայկական մեր այս Ամանորյա շարքը Արթուր Գրիգորյան հրաշալի լրացրել է եւ կարծում եմ, որ նոր տարվա այդպես մանուկներին կամ առասարակ հենց մեծերը, որ ուզում են Ամանորյա տրամադրությունը զարդարեն, սա հրաշալի միջոց է եւ ես նորից ուզում եմ վերադառնամ այսպես երիտասարդ նոր տարի, նոր տարվա այդ շնչին։ Ես կարծում եմ, որ դա մի բան է, որ կարծում եմ հիմա դահլիճում շատ տարեց եւ ավակ սերնդի ներկայացուցիչներ կան, որոնք երիտասարդ են դեռ, չէ՞։ Եվ այդ երիտասարդական շունչը, եթե մինչև վերջ մնում է, մինչև կյանքի վերջ ուղեկցում է, այսպիսի գեղեցիկ ստեղծագործություններ են ծնվում եւ հրաշալի երգեր են լինում։ Շնորհակալություն։ Կարինա։ Ահա, ես ինչ եմ ուզում ասել, կոնկրետ ինչ վերաբերում է Արթուր Գրիգորիչին եւ խոսեցին այն մասին, որ Արթուր Գրիգորիչը շատ է գրում նոր տարվա մասին երգեր, թե նոր տարին, թե Արթուր Գրիգորիչը իրենց մեջ ինչ-որ կախարդանք են պարունակում, դուք գիտեք, Արթուր Գրիգորիչի բոլոր երգերը իրենց մեջ կախարդանք են պարունակում եւ Ամանորը նույնպես։ Այդ իսկ պատճառով Արթուր Գրիգորիչը շատ է գրում Ամանորի երգեր, որովհետեւ հենց Ամանորին թե մեծ, թե փոքրիկ, բոլորը հավատում են, որ այս տարի չի լինելու այնպես, ինչպես որ նախորդ տարի, եւ բոլորը սպասում են ինչ-որ կախարդանքի եւ ինչ-որ հրաշքի։ Դա Աստված, որ հենց այս երգի ներքո կատարվեն բոլորի երազանքները։ Երիտասարդ լինելը երջանկություն է նրանով, որ երիտասարդը միշտ սպասում է անհամբեր, սպասում է այն մանկան պես, որը նայում է ժամացույցի սլաքին, թե երբ է հասնելու 12-ին եւ ձմեռ պապին բերելու է իր երազած նվերը։ Սիրելի բարեկամներ, Սոնա Ռուբենյանը երգում է Ամանորյա երգ։ Խոսք Վահան Անդրեասյանի, երաժշտությունը Արթուր Գրիգորիչի։ Իմ նոր տարի։ Գիշերվա գրկում քարացել է նա Համրե աշխարհը լույս է վերջն է այս տարվա Ով է նայում ինչ պահեր եկան ինչ անդոր է այս Ով է գալիս ու ժպտում ահա Իմ նոր տարի
Կարեն Ավագյան, խնդրեմ։ Երկերկոցը այս տարի սկսվել է երիտասարդներով, ես մի կոչ ունեմ մեր կառավարությանը, որ իրոք տարին այսուհետ կոչվի երիտասարդության տարի, որովհետև պատահական չի, որ երիտասարդներն են այս տարի երկերկոցում, հմեկի տաղավարում եւ կխնդրենք մեր կառավարությանը, որպեսզի տարին հռչակվի երիտասարդության տարի եւ բոլոր այն ծրագրերը, որոնք չենք հասցրել անցած տարում, անպայման այս տարում ի կատարակ։ Արամ Սուքյասյան։ Այս երգն էլ ինձ շատ հոգեհարազատ երգ է եւ իմ մանկության երգերից է։ Ես իսկապես ամանորի ամբողջ իր այդ պոպոկ, պնդուկ, մանդարին եւ այլն, էլի ամեն ինչը կա այս մեջ, իհարկե, տոնածառի փայլերը, լույսը, զարդը, այդ ամբողջ մայքը կարծես այս երգում լինի, ինձ համար գոնե այդ զգացողությունն է։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երգչուհուն եւ ասել, որ այո, այսօր իմ կարծիքով գալիս են մարդիկ, ովքեր եկել են ապացուցելու արդյունքում եւ ապացուցում են, թե եթերում գտնվող շատ շատերից շատ ավելի լավերը կան։ Էմին Թորոսյան։ Հրաշալի ստեղծագործություն, հրաշալի գործ եւ հրաշալի կատարում, ուզում եմ ասել, որ շատ լավ մատուցեց Սոնան, շատ գեղեցիկ ձայնային տվյալներ եւ շատ հարուստ տեմբր։ Շնորհավորում եմ Սոնային, շնորհավոր։ Անի Դաշյան։ Յուրաքանչյուր նոր տարի իսկապես նոր սպասումների, նոր սպասելիքների, նոր երազանքների տարի է եւ մինչեւ հիմա ինձ խորհուրդ է, երբ ասում են, երբ ես դեռ հավատում էի Ձմեռ պապիկին, ես մինչեւ այսօր էլ հավատում եմ Ձմեռ պապիկին եւ խորհուրդ եմ տալիս բոլորին հավատալ եւ յուրաքանչյուր տարի կներես, որ ընդհատում եմ, բայց Ջունանուշը։ Ջունանուշի չգիտեմ իրականում կա թե ոչ, թե ուղարկի հորինված կերպար է, բայց Ձմեռ պապիկն ինձ համար իսկապես կա եւ խորհուրդ եմ տալիս բոլորին, եթե այս տարի չեն հասցրել նամակներ գրել, մյուս տարի անպայման գրեն, բայց Ձմեռ պապիկը SMS հաղորդագրություններ չի կարդում։ Գիտես, հետաքրքիր խոսք կա, ասում է, քանի դեռ փոքր տղա էի, հավատում էի Ձմեռ պապին, հենց մեծացա, սկսեցի Ջունանուշին հավատալ։ Տղաների անունից չեմ կարող խոսել։ Սովետական երիտասարդությունը սիրում էր ընդունված խոսակցական ավանդույթին հակադրել իր նոր լեզուն։ Օրինակ, մեջտեղ եկավ նշանավոր մերսին ավանդական շնորհակալ եմ արտահայտության փոխարեն, կամ հետևյալ մեղմասությունը՝ խոսքդ շաքարով կտրեմ։ Այս քաղցր լեզուն բնորոշ էր հատկապես այսպես կոչված ռաբիս միջավայրին, որը սենտիմենտալ հուզականությունը գերադասում էր բանական սթափությունից։ Առհասարակ ռաբիս մշակույթը ձևավորում էր խիստ վարքականոններ, որոնք օրինակ վառ կերպով դրսևորվում էին նոր տարվա նախապատրաստությունների ժամանակ։ Այդ տարիներին երիտասարդների շրջանում շատ ընդունված էր նոր տարին դիմավորել ֆենած մազերով, որն իրենից ընդհանրապես ներկայացնում էր հետևյալ արարողությունը։ Գնալ Վարշավիրանոց, ընդ որում ոչ տան մոտ գտնվող սովորականը, այլ օրինակ Աբովյան փողոցում գտնվող հանրահայտ զեփյուռը, լվանալ եւ հետո ֆենել գլուխը, չմոռանալով նաեւ լաքապատել տեղից էլ անբնական ճշգրտությամբ հարդարված եւ սանրված գանգը։ Այնուհետև կոշիկները մաքրել տալ ուստա Կոստանի մոտ, որն աշխատում էր Երևան հյուրանոցի մուտքի մոտ։ Օգտագործել լավագույն օծանելիքը այդ օրվա համար, հատկապես երբ պետք է գնայիր սիրածդ աղջկատուն, նոր տարին շնորհավորելու, կամ կուրսի երեխեքով մեկնումեկի տանը հավաքվելու, անպայման Փուրթուլի մոտից առնել արտասահմանյան ծխախոտ, ցանկալի էր Մորե, Դանհիլ, Սենտ Մորիս կամ գոնե Քենտ եւ որևէ ընկերոջ հետ սկսել ամանորյա շուրջերկրյա ճանապարհորդությունը ծանոթների, հաճախ բոլորովին անծանոթների եւ զանազան հին ու նոր տներով։ Եվ բերվում էր մի շատ զավեշտալի փաստարկ։ Այ եթե այսինչի տուն չգնանք շնորհավորելու, փիս կնեղանա։ Անկախ այն բանից, թե տվյալ անձը հիշում էր արդյոք քեզ, թե վաղուց մոռացել էր քո գոյության մասին։ Իսկ արդեն հյուրընկալող տան ամանորյա սեղանից պետք է անպայման մի բուռ աղանց գողանայիր, որ տարին բեղնավոր լիներ։ Ահա թե ինչպիսին էին այն ժամանակվա երիտասարդները նոր տարվա օրերին։ Իսկ այժմ Ռուբեն Հախվերդյան «Օ քամի քամի» երգում է Գրիգոր Կոքյանը։ Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում,
Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում ու իմ սերը փոքված շուղի ճուղի նման նորորվում է աշնանքամուց Քամի փոքիր իմ սեն արասավի հետո համբուրիր բլոկված կեղևը ծառի թող վերքը ցավ չպատճառի ծառին թող ցավ չպատճառի թող վերքը ցավ չպատճառի ծառին թող ցավ չպատճառի ախ կոնելաց եղիր դե կու զայնանիր բայց այդպես մինայիր ախ կոնելաց եղիր դե կու զայնանիր բայց այդպես մինայիր աստերը բացել են աչքերը ու նայում են ապշած մեզ վրա մի սպանեք ձեր սերը դուք երկրորդը էլ չեք ունենա Ես այսօր թողնում եմ քեզ իմ սեր ու հեռանում Իմ սրտին այսօր մի նոր վերք է ավելանում Լուսնի աղոտ արտացոլում Աչքերիս մեջ Դեմքի ճպիտը հուսահատ Հույսերին վեր Օ քամի փոքիր իմ սեն արասավի Հետո համբուրի բլոկված կեղևը ծառի Թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի Թող վերքը ցավ չպատճառի Ծառին թող ցավ չպատճառի Ախ կոնելաց եղիր դե կու զայնանիր բայց այդպես մինայիր Ախ կոնելաց եղիր դե կու զայնանիր բայց այդպես մինայիր Աստերը չռել են աչքերը Ունայում են ապշած մեզ վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը էլ չեք ունենա Աստերը բացել են աչքերը Ունայում են ապշած մեզ վրա Մի սպանեք ձեր սերը Դուք երկրորդը էլ չեք ունենա Կարինա, խնդրեմ։ Սա իմ ամենասիրելի երգերից մեկն է։ Վերջերս շատ հաճախ մենք այս երգը կարող ենք լսել տարբեր երգիչների կատարմամբ, երգեց Սարգիս Մանուկյանը, կոնկրետ ես լսել եմ նաև Աստղիկ Սաֆարյանի կատարմամբ, ինձ շատ դուր է գալիս, բայց Ես լսել եմ Տիգրան Պետրոսյանի կատարմամբ։ Ճիշտ է, մոռացել եմ, նաև Տիգրան Պետրոսյանի կատարմամբ, այ հենց նոր լսեցինք նաև Գրիգորի կատարմամբ եւ ինչ եմ ուզում ասել, ըստ իս, այս երգը տղամարդու երգ է։ Այս երգը պետք է կատարի տղամարդ եւ երբ Գրիգորը կատարեց եւ ես եւս մեկ անգամ համոզվեցի, որ այս երգը պետք է կատարի տղամարդ, ինձ շատ դուր եկավ։ Իսկ վերջում Գրիգորը իրեն այնպես պահեց, որ ինձ թվում է Գրիգորին էլ շատ դուր եկավ, թե ինչպես ինքը կատարեց այս երգը։ Մհեր, Գրիգորը վաու ամսագրի հետ ինչ-որ կապեր ունի։ Դեռևս ոչ, բայց եթե նույն տեմպերով շարունակի երգել, ապա անպայման շապիկին կհայտնվի։ Ես կարծում եմ, որ այս երգը համամիջ եմ Կարինայի հետ, որ տղամարդու երգ է պարտադիր, որտեղ ես լսել եմ Էլվինա Մակարյանի կատարմամբ այս երգը ու նա հանճարեղ է կատարել, ավելի լավ, քան երբևէ տղամարդիկ կարող են կատարել։ Ես եւ երգի ընթացքում ես նորից հիշելով, որ այս երգը երգել է եւ Էմփիրեյը եւ Աստղիկ Սաֆարյանը եւ Էլվինա Մակարյանը եւ Տիգրան Պետրոսյանը,
Կարծեմ կան երգեր, որոնք որ անդադ երգվում են ու անդադ ակտուալ են, ու եթե նախկինում դրանք արտադրվել են, ստեղծվել են, ապա ճիշտ շրջանառության համար պետք է նաև արտադրվեն այսօր։ Ցավոք այսօր երգերն ստեղծվում են ավելի շատ 6-8 ձևաչափով, որպեսզի կորպորատիվ միջոցառումներին եւ այլ հարսանեկան արարողություններին պահանջարկ ունենան, բայց կարծում եթե ստեղծվեն նման երգեր, որոնք որ բոլոր ժամանակներում սիրված են ու ակտուալ են, ապա այդ կոմերցիոն առումով դրանք անպայման պահանջարկված կլինեն։ Եթե դրանք անկեղծ են ու նույնքան որակյալ են, որքան որ սա։ Արտակ Վարդանյան։ Ես կարծում եմ, որ բացի նշվածներից, ովքեր կատարել են երգը, կարծում չեն կարող չմոռանալ Ձախ Հարութի կատարմամբ, ով հենց երգի հեղինակն է։ Սա մի երգ է, որ նորից եւս մեկ անգամ ասում եմ, որ տարին կարող եք սկսել ուրախ տրամադրությամբ փոխել ամեն ինչ։ Սիրո հարցում այն ինչ որ հնարավոր է փոխել, որովհետեւ ամեն ինչ զրոյից սկսելու նախապայմանը դա ամենահաճելին է։ Եվ փոխեք, շտկեք այն ինչ որ հնարավոր է, որովհետեւ երիտասարդներին դա հատուկ է։ Գրիգորյան Արսեն։ Ուզում եմ ասել, որ նախ Ռուբեն Հախվերդյանի երգերը ինձ համար բոլորը բացառապես սիրված են, որովհետև կոնկրետ սերունդների երգեր են, պոեզիա գոյություն ունի, երաժշտություն։ Ծափարենք Ռուբեն Հախվերդյանին։ Եվ ուրախ եմ, որ Արտակը նշեց, իսկապես սա մի երգ է, որը քչերին է ի սկզբանե նույնիսկ հայտնի եղել, որ հեղինակը Հախվերդյանն է, այլ բոլորը այս երգը ճանաչել են իբրև Ձախ Հարութի կողմից մատուցված երգ, եկեք ծափարենք Ձախ Հարութին, որովհետև երգը սիրվել է դեռ այդ կատարմամբ ու Գրիգոր Գյոքչյանին իհարկե ես ճանաչում եմ Երգի պետական թատրոնի որպես մեներկչի եւ բավականին ուրախ եմ, որովհետեւ երգը հետաքրքիր է ծանրության կողմից ավելի թեթև էր կարծես մատուցված, թեթև ոչ թե վատ իմաստով, այլ ավելի փափուկ էր քեզ հասնում այն, ինչ որ երգը իր մեջ պարունակում է։ Շնորհակալություն Գրիգորին կատարման համար։ Արամ Սուքասյան։ Անկեղծ ասած անհանգստացա այդ մի քիչ տարօրինակ շարժումներից հնարավոր ընկնելու բանի, բայց բարձում է իր մոտ դա կամ բնավորության գիծ է այլևս կամ հին սովորույթ։ Անում է շատ բնական եւ որևէ արհեստական շարժում, արհեստական չէր հնչում, մի բան, որ շատ կարեւորում եմ, որ գրեթե բացակայում է մեր արտիստների մոտ, հաճախ ավելի արհեստական են հնչում, քան բնական։ Եկել էր ասելու, որ սա իր տեսակն է, իր որակն է եւ շատ հատկանշական էր հնչում այն, ինչ որ անում էր եւ երգին համահունչ եւ իր կերպին համապատասխան։ Ամեն հասակ ունի հմայք։ Օրինակ ծերությունը գեղեցիկ է իմաստնությամբ, խաղաղությամբ, իսկ երիտասարդությունը իր խենթությամբ։ Գերմանացի մեծ բանաստեղծ Գյոթեն երիտասարդությունը համարում էր խենթություն, որն անցնում է։ Տարիները թող անցնեն, բայց սերը ոչ։ Իմ սիրո հասակ, խոսք Գարիկ Բանդուրյանի, երաժշտությունը Ալեքսանդր Աճեմյանի։ Երգում է Ալինա Կիրակոսյանը։ Արար աշխարհին շփտում է խանդավառ իմ չորս կողմը վարդ ունազանք հազար կարոտ ու երազանք ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սիրուն բարգարուն է, ծաղիքներ ակնանում է, սիրո ճամփանից ստանում է, ինձ ստանում է Բարգուներ օրորվում են, հարսների պես շորորվում են, նրանց դիմաց մոլորվում եմ խանդավառ Սրտիս մեջ է կյանքում այս վենքի նման ման եմ գալիս, արար աշխարհին շփնում է խանդավառ Իմ չորս կողմը վարդ ունազանք, հազար կարոտ ու երազանք, ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Հազար կարոտ
շպտում է խանդավառ Իմ չորս կողմը վարդուն ասանք Հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Սրտիս մեջ է կյանքում մայիս Խենգի նման ման եմ գալիս Արար աշխարհին շպտում է խանդավառ Իմ չորս կողմը վարդուն ասանք Հազար կարոտ ու երազանք Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո հասակ Ախ ինչ լավն ես իմ սիրո Էմին Թորոսյան, խնդրեմ։ Այս փոքրիկ մարմնի մեջ այսքան մեծ ձայն, այսքան հզոր ձայն, կարծում եմ հրաշալի է շատ գեղեցիկ անցումներով իր մոտ նաև ջազային կատարման։ Շնորհավորում եմ Ալինային, կարծում եմ իրականում այսօր, այո, այն անունները կլինեն, որոնք հետագայում, ինչու հետագայում, արդեն այսօրվանից իսկ մեր իրական ասպարեզում, երկարվեստի ասպարեզում իրենց ուրույն դերն ու նշանակությունը կունենան։ Շնորհավորում եմ բոլորին եւ շնորհավորում եմ եւս մեկ անգամ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով։ Գրիգորյան Արսեն, շնորհակալություն Ալինային ճգնախ կատարման համար, կատարում, որը ուներ սկիզբ, զարգացում եւ ավարտ, ինչը շատ ողջունելի է։ Երգին յուրահատուկ երանգավորմամբ էր մոտեցել ու այդ բոլոր երանգները կարծես հասնում էին նաև մեր հոգուն ու մեր սրտերին։ Թե պոեզիան էր տեղ հասնում, թե երաժշտությունը ու այդ ամենը բավականին փափուկ ու գեղեցիկ։ Թատերական ինստիտուտի դպրոցը իրեն զգացնել տվեց նաև։ Շնորհավորում եմ Ալինա ու շնորհակալություն գեղեցիկ կատարման համար։ Կարեն Ավագյան, հրաշալի երգ, հրաշալի կատարում եւ ճիշտ է ամանորյա նվերները արդեն բոլորը ստացել են մենք մի փոքր ուշացումով կարող ենք մեկ նվեր անենք մեր այսօրվա մասնակիցներին այսօրվա մեր բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան ունենալ ձայնասկավառակ այս տարվա ընթացքում Հայաստանի երիտասարդական հիմնադրամը ամբողջությամբ իր վրա կվերցնի այդ ծախսերը Անի Դաշյան, խնդրեմ։ Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր երգիչների անունից այս հրաշալի նվերի համար, որովհետև յուրաքանչյուր երգչի համար շատ կարևոր փաստ է ձայնասկավառակ ունենան, նրանք արդեն նոր տարին 2011 թվականին ունեն ձայնասկավառակ։ Փաստորեն արժի դառնալ երգիչ։ Փաստորեն։ Եթե կան նման հրաշալի հյուրեր։ Եթե իհարկե կա երիտասարդական հիմնադրամը այդ պարագայում։ Եվ Կարեն Ավագյան։ Իսկ դերասանները Նաև ուզում եմ կատարման մասին խոսել, շատ անկեղծ կատարում էր նախ եւ առաջ եւ շատ լավ է որ կա սեր, սիրո հասակ այս երգը լսելուց հետո ցանկանայի իմ ցանկությունը ասել, թող միշտ յուրաքանչյուր հարաբերություններում լինեն անկեղծ զգացմունքներ եւ որ այս դարում էլ ընտանիքներ կազմվեն, որոնց հիմքում կլինի ոչ թե հաշվարկը, այլ սիրո հասակը։ Արտակ Վարդանյան Իդեպ մենք ենք սկսել երգել, շատ գեղեցիկ ստեղծագործություններ ունենք, նոր որոշեցինք այդ գաղափարը, մյուս տարի արդեն։ Իրականում ես կարծում եմ սա երգերքոցի այս հենց նոր տարվա շեմին ամենագլխավոր ու կարևոր անակնկալն էր երիտասարդներին պարգևել այդ մեծ անակնկալը, այն որ ասում է հավատացեք նոր տարվա հրաշքին եւ անպայման կիրականանա, կարծում եմ ցանկացած երգչի համար առաջին ձայնասկավառակ ունենալը միայն կարող էր կատարվել հենց ամանորյա այս օրերին։ Ծափարենք եւ շնորհակալություն։ Իսկ այժմ եկեք շնորհավորենք եւ շնորհակալություն հայտնենք այսօրվա մեր երաժիշտներին։ Արթուր Հակոբյան, Լևոն Սիմոնյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արթուր Նազարյան, Վարդան Մաթևոսյան,
Մեր նոր ձայները միասին սկսեցին նոր տարվա այս հանդեսը, միասին էլ կերքեն մի երգ, որը գիտեն 1-ից մինչև 100 տարեկան բոլոր մարդիկ։ Խոսք եւ երաժշտություն Միքայել Միրզոյանի «Տոնածառ»։ Կարեն Ավակյան, խնդրեմ։ Եվս մեկ անգամ միանում եմ այն բոլոր շնորհավորանքներին, որ հնչել է մեր ընտանիքներում, այն բոլոր բարի մաղթանքներին, որ ցանկացել ենք միմյանց, եւ այս տարի իրականում մենք բոլորս ուզում ենք, որ մեր երիտասարդները լինեն ել ավելի առողջ, ել ավելի հաջողակ եւ ել ավելի սեփականության զգացումով մեր երկրի եւ մեր պետության եւ հատկապես թույլ տվեք շնորհավորել մեր բոլոր զինծառայողներին, որոնք հնարավորություն են տալիս նմանատիպ միջոցառումները շատ բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Թող իրենք իրենց ծառայությունում լինեն խաղաղ, թող առանց պատերազմի եւ առանց խնդիրների կարողանան ծառայեն եւ տուն վերադառնան։ Շնորհավոր բոլորիս ամանորը։ Ավարտվեց մեր հաղորդումը, բայց տոնական տրամադրությունը շարունակվում է։ Մեր նոր ձայները իրենց սերն ու ժպիտը փորձեցին պարգևել ձեզ, սիրելի բարեկամներ, եւ եթե դուք սիրեցիք նրանց, ուրեմն ամեն ինչ լավ կլինի։ Չէ՞ որ մեր հաղորդումը անցյալի մասին է, բայց հանուն այսօրվա եւ հանուն ապագայի։ Իսկ ապագան այս պատանիներն են, նրանց երգը, նրանց կայտառ ուրախությունն ու լավատեսությունը։ Սիրենք մեր երիտասարդներին եւ եւս մեկ անգամ ծափահարենք նրանց։ Շնորհավոր նոր տարի, եթերում երկերկոցներ կհանդիպեն։